Վերջին ամիսների ընթացքում ողջ համացանցն ու հանրությունը քննարկում է դերասան Խաչատուր Հունանյանի առողջական վիճակն ու ցանկանում, որ դերասանը շուտապույտ ապաքինվի եւ հաղթահարի արագ ընթացող քաղցկեղը։ Ինչպես ավելի վաղ արդեն հայտնել ենք, Խաչատուրն այս պահին գտնվում է Գերմանիայում հերթական բուժման փուլն անցնելու համար։ Նա նոր տեսանյութ է հրապարակել, հայտնելով այն մասին, որ այրման փուլ է անցել։ Առաջարկում ենք դիտել տեսանյութն ու իհարկե առողջություն մաղթում սիրված դերասանին։ Ողջույն հարգելիներս, հուսամ բոլորդ լավ եք, լավացել բոլորի տրամադրությունը, այս ժամից կլինի վերջի այրման պրոցեսը Cyberknife-ի, եւ այսքանով կավարտենք մեր արկածները Գերմանիայում այս անգամ։ Հուսանք սրանցով լավ նորություններ կլինեն անընդհատ, կյանքը պետք է շարունակվի իր անունով, մենք ամեն ինչ արել ենք դրա համար։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր առանց վարանելու քան կոմենտար են գրել Աստված ձեզ պահապան, Աստված ձեզ օգնի, ես ձեզ բոլորին ցանկանում եմ, որ Աստված ձեր օջախներին պահապան լինի, բոլորիդ պահապան լինի, առողջ լինեք, ուրախ լինեք, շփտանք։ Կյանքը շարունակվում է, կյանքը շատ ուրախ բան է, նայած ոնց ենք մենք ընտրում այն։ Ամեն դեպքում սիրում եմ բոլորիդ շատ ու շնորհակալ եմ ամեն մեկից առանձին ինձ այսքան օգնություն, էմոցիոնալ օգնություն տրամադրելու համար։ Լավ եղեք եւ միշտ նոր եթերներ։ The Community հաղորդման հերթական զրուցակիցը դերասան Խաչատուր Հունանյանն է։ Starnews.am հետևեց զրույցին, որի ընթացքում դերասանը բաց ու անկեղծ խոսեց իր ծննդավայրի մանկության Միացյալ Նահանգներ տեղափոխվելու եւ այնտեղ կարիերա ստեղծելու ճանապարհի մասին։ Զրույցը, սակայն, առավել խորքային եւ հուզիչ դարձավ այն պահին, երբ անդրադարձ եղավ դերասանի առողջական վիճակին եւ քաղցկեղի դեմ իր պայքարին։ Վերջին ամիսների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում էր Խաչատուր Հունանյանի հիվանդության թեման, ինչի կապակցությամբ հաղորդավարի հարցին դերասանը մանրամասն ներկայացրեց իր բուժման ընթացքը։ Նրա խոսքով, մինչև Գերմանիա մեկնելը վիճակը բավականին ծանր էր։ Քաղցկեղն ազդել էր ոսկրային համակարգի վրա, ինչի հետևանքով քայլելն ու շարժվելը զգալիորեն սահմանափակվել էին, սակայն Գերմանիայում ստացած բուժումը, ռադիացիաներն ու համապատասխան բժշկական միջամտություններն արդեն տվել են իրենց դրական արդյունքը։ Դերասանը նշեց, որ այժմ ինքնազգացողությունը օրեցօր բարելավվում է, թեև փետրվարին նրան սպասվում է հերթական ստուգումը, հասկանալու համար բուժման հաջորդ փուլերը։ Չնայած անցած դժվարություններին, Խաչատուր Հունանյանի խոսքից զգացվում էր անսասան հավատն ու հույսը։ Զրույցի կարևոր առանցքներից մեկը Խաչատուր Հունանյանի հոգեվիճակն ու տրամադրվածությունն էր։ Նրա խոսքով ամենակարևոր գործոնը հիվանդության ընթացքի վրա մարդու մտածողությունն է։ Քաղցկեղը մահապատիժ չի, դա վճիռ չի ոչ մեկի համար։ Քաղցկեղի բարդացման ամենամեծ պատճառը մարդու տրամադրվածությունն է այդ հիվանդության հանդեպ։ Գերմանիայում ես մի բան սովորեցի. դա կարելի է ընդունել գրիպի պես հիվանդություն։ Պարզապես չպետք է ներշնչել, ինքդ քեզ պետք է լավատես լինել, ասաց նա։ Խաչատուր Հունանյանի խոսքով, եթե մարդը ցանկանում է ապրել, հավատում է եւ չի հանձնվում, ապա հիվանդությունն աստիճանաբար նահանջում է։ Հավելենք, որ դերասանը նաև իր սոցիալական հարթակներում պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնցից մի քանիսն առաջարկում ենք դիտել հենց այս հոլովակում։ Սիրելի հետևորդներ, ես նոր հետ վերադարձա հիվանդանոցից եւ փոխվեց իմ քիմիայի դեղամիջոցները, քանի որ տվյալ դեղամիջոցը նպաստել է, որպեսզի մետաստազները առաջ չգան, բայց չի նպաստել, որպեսզի հետ գնան թոքերի մեջից, այնց որ փոխվեց դեղամիջոցը, ավելի էֆեկտիվ բան նշանակեցին, հիմա պետք է շարունակենք տվյալ դեղամիջոցը։ Հաջորդ update-ը կանեմ ամսի 16-ին, երբ որ Cyberknife-ի գործողությունը սկսվի։ Լավ մնացեք։ Ողջույններս, սիրելի հետևորդներ, բարեկամներ։ Ես գտնվում եմ իմ կլինիկային կից ռադիոլոգի դեպարտամենտում, եկել եմ MRI լինեմ, որպեսզի հասկանամ Cyberknife-ը սկսում ենք վաղը թե մյուս օրը, այսօր պետք է նկարենք, քննարկենք եւ հասկանանք, թե ինչպես են այրում անելու
գլխի ողնաշարի աճուկի շրջանում։ Ասի քանի մի 10 րոպե ժամանակ ունեմ ձեր հետ կիսվում թե ինչ է կատարվում։ Երեք մեր մոտ լավ ձուն է եկել, հիմա էլ հալում արդեն։ Մի քիչ լավ էր ստեղծում տեսանք, ձունն էլ առողջության նշան է։ Հուսամ բոլորդ լավ եք, ամեն ինչ լավ է, տրամադրությունը լավ է։ Տարածեք այս վիդեոն post եմ անելու, ձեր post-երը ինձ ահագին օգնել են գումարը բարձրացնելու համար, որպեսզի այս գործողությունը հնարավոր դառնա։ Նախորդ շնորհակալ եմ բոլորից հետ ու Աստված բոլորիս հետ։ Հա, շարունակեմ թեման, քանի սպասում ենք ստեղ, մինչև սրանք իրենց դռները բացեն, 5:30-ով սկսում են աշխատել, ինձ 5:15 ժամադրել են, որպեսզի գամ ուղեղի սկանավորման, հետո դրանից հետո լինելու ուսիս թոքերի կոնքի շրջանում սկանավորումներ, ինչի շտապեցի սկանավորում վերստեմ ստեղ, որտեվ վերջի մի քանի օրը կոնքիս հատվածում, գլխիս հատվածում կան ցավեր եւ մտածեցի ուղղակի սկանավորման համար գամ այստեղ, փորձեմ այդ նույն տեղերը նորից նկարներ վերցնեմ, հասկանամ թե ինչ է կատարվում։ Չեմ sense նեգատիվ խոսում այս հիվանդանոցի մասին, որովհետև իրականում էլի դեպքեր եմ լսում մարդկանց հանդեպ վատ վերաբերվելու ու մնացած բաների համար, դրա համար վստահություն չեն ներշնչում այս մարդիկ, ուղղակի գիտեմ, որ նկարները չեն խաբում, նաև այս նկարները պետք է ուղարկեմ Գերմանիայի իմ պրոֆեսորների թիմին, որպեսզի իրանք ժամանակից շուտ կարողանան հասկանան, թե ինչ պրացի դրոնների մեջ եմ ես անցնելու հետագայում փետրվար ամսին, փետրվարի 12-ից սկսած։ Այսինքն, որպեսզի կոնկրետանանք ու հասկանանք մեր մնալու ժամանակը այնտեղ, պետքա այս ամեն ինչը ունենանք։ Նաև ասեմ մի նորություն, որ հունվարի 22-ին, որը որ 2 օրից է, ես որոշեցի նաև գնալ Հայաստան։ Հայաստանում եւս տեսնել թոքերի մասնագետների, կան մի քանի հոգի կոնկրետ անուններ չասեմ այս պահին, այդ մյուս եթերը կանեմ Հայաստանից եւ կասեմ թե իրականում մոտ եմ գնացել ու ինչ արդյունքների մասին ենք մենք խոսալու, ինչ որ հուսադող բաներ ասում են, բայց ամեն դեպքում ես ոչ մի հնարավորություն բաց չեմ թողնում, որպեսզի այս չարաբաստիկ բանից բրծնեմ։ Ինչ ասեմ, լավ եղեք, առողջ եղեք, պոզիտիվ մտածեք, բոլոր քաղցկեղով հիվանդներին կոչ եմ անում ժպտալ, շուշացնել ձեր ժամանակները, ժամադրությունները ձեր բժիշկների ու դիետաների հետ կապված, լավ նայեք այս ամեն ինչին, պետքա գնալ, պետքա նկարել, ոչ մի վարքյան չկասկածեք ու չմտածեք, որ ինչ-որ բան դեպի վատն է գնալու, ամեն ինչ ձեզանից է կախված, պոզիտիվ եղեք։ Սիրում եմ բոլորիդ, երկար ժամանակ եթեր չի արել, բայց կշփվենք էլի։ Կոմենտներում էլ գրեք տեսնեմ դուք ոնց եք։